մշակույթը մտնում է մեր քաղաքական դաշտ։ Մշակույթը ինչու է կայանում։ Եթե կա հակասություն, իշխանություն, ընդդիմություն, ինչ որ կան հարցեր ու ինչքան հասկանում եմ, հակասությունը պարզել է մոտ, չէ՞։ Եթե հակասություն պրոբլեմներ չլինեին քաղաքական դաշտում, ընտրությունների հետ կապված եւ այլն, մարդիկ չեն դուրս գա միտինգ։ Ակնհայտ է, եթե միտինգները նայել շրջաններում բավական մեծ միտինգներ, ու եկավ խնդիր։ Ու այդ խնդիրը այո պետք է սովորենք լուծել սպանարություն։ Հիմա ինչ վերաբերում է Ռաֆայելյանցին Սերժ Սարգսյան, ես կասկած չունեմ, որ երկրորդ խնդիրը կկայանա։ Բացատրեմ, դա գալիս է այդ երկու անձերի մոտեցումներից ու ինչ-որ չափով այո, տոլերանտությունից։ Դա չի նշանակում, որ իրանք անպայման պետք է ինչ-որ ընդհանուրի գան։ Մենք հասկանում ենք, որ այո, եթե ուզում ես երկիր դարձնես, երկուսն են հասկանում, պետք է այո բանակցես։ Շատ դրական էր այդ ձեզ ասեմ, որ զուգահեռ գնում էր պրոցես պարլամենտում, ասենք, խմբակցությունների։ Ես դրա մեջ ոչ դավաճանություն եմ տեսնում, ոչ ոք, բացի դրականից։ Այստեղ է, որ ձեր հարցին պատասխանելով ուզում էի ասել այն, ինչ ուզում էի ասել երկրորդ մասում։